Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայուհի է։ Ու չնայած մենք չունենք օվկիանոս, մեր սահմաններն էլ վաղուց հեռացել են ծովափերից, Անիտան իր հարցազրույցներում սիրում էր հիշեցնել Տիգրան Մեծի կերտած ծովից ծով Հայաստանն ու Կիլիկիայի հայկական թագավորության արիզավակներին։ Ասում էր, իր երակներով հենց առյուծների երկրի արյունն է հոսում։ Անիտա Կոնտին պատմության մեջ իր անունը հավերժացրեց գլխապտույտ ճամփորդություններով, բացահայտումներով ու նորարարություններով։ Նրան անվանում էին շրջազգեստով Մագելլան։ Աշխարհի բոլոր մայրցամաքներում, բոլոր ջրային տարածքներում շրջագայող կինը գիտական ուսումնասիրություններ էր կատարում ու պարտադիր լուսանկարում տեսածը։ Հայ մեծահարուստ բժիշկ Կարագոսյանների ընտանիքում ծնված Օրիորդը փափկասուն կյանքով էր ապրել։ Նրա ընտանիքը հաճախ շրջագայում էր Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, մինչև որ վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմն ու նրանք ստիպված ապաստան գտան ֆրանսիական փոքրիկ մի կղզում։ Անիտան այն ժամանակ ստացավ լուսանկարչական սարքն ու տարվեց ծովային լուսանկարչությամբ։ Երբ հայտարարեց, որ ծովագնաց է դառնալու, շրջապատն ընդդիմացավ։ Չէ՞ որ դարավոր խոսք կար, կինը նավի վրա դժբախտություն է բերում։ Բայց Անիտան ստանալով ծնողների օրհնությունը մուտք գործեց օվկիանոսների անծայրածիր աշխարհ, որտեղ պետք է իր ճերմակ վերնաշապիկներով ու մինչև արմունկները հասնող ազնվական ձեռնոցներով իսկական հեղաշրջում իրականացներ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրան էին վստահում ֆրանսիական նավերի ականազերծումն ու առաջին բատիսկաֆների փորձարկումը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչև աֆրիկյան ջրեր։ Անիտա Կոնտին գիտեր տեղի ձկնատեսակների ու ձկնորսության բոլոր գաղտնիքները։